Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Անի մարտաճարի վերականգնումը ICOMOS-ի Եվրոպական գիտաժողովի նորակարգին մեջին, Պոլսահայ համայնքում քննարկվել է հայաստանցի խոխորձը հայկական վարժարաններում կրթության հարցը, Ջիվան Ավետիսյանին վերածնվածը կինոյին Անդրանիկ ցուցադրությունը Լոս Անջելեսում, Քեզապասոտ Միքայել եկեղեցու 100-ամյակը, Վանալուջում լողացող խոխորձը մազիայի տեղնումն, Խաղողի ողկույզի մեջին թաքնված հիշողությունը, Ջիվանի տուն թանգարանը Արցախի սրտում բայց ճանապարհից մեկուսացած։ Արմատներով ախալ քաղաքցի Ֆլորա Բիչախչյանը հաղթել է Թեզալիկ 2026 թվականի միջազգային մրցույթումը։ Հունիսի 14-ից 18-ը Հայաստանում անցկացվել է ICOMOS-ի Եվրոպական տարածաշրջանային ամենամյա հանդիպումը, որի մասնակցել է Եվրոպայի 25 երկրների 48 ներկայացուցիչ։ Հանդիպման շրջանակում կայացած միջազգային գիտաժողովը քննարկվել մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման հարցերը։ Գիտաժողովում առանձին անդրադարձ է կատարվել Անի մարտաճարի վերականգնման ու դրակարևորությանը մշակութային ժառանգության պահպանության համատեքստումը։ Հայկական հիմնադրամների վակֆների միությունը օգոստոսի 24-ին քննարկել է Կոստանդնուպոլսի հայկական վարժարաններում հայաստանցի խոխորձը կրթության շարունակության հարցը։ Հանդիպանը մասնակցան Պոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշայելյանը, հայազգի падգամավոր Սևան Սվաջօղլուն, համայնքային կառույցների ներկայացուցիչներ ու հայկական վարժարանների տնօրեններ։ Մոտ 1 տասնամյակ Թուրքիայում բնակության կամ աշխատանքի իրավունք ունեցող հայաստանցիների խոխեքը Ստամբուլը հայկական դպրոցներում սվերանում հյուրաշայ կերտի կարգավիճակով, բայց վերջին օրերին Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները դպրոցներին տեղեկացրել են վերդ խոխեքը այլևս կարել չեն շարունակի նուսումը հայկական վարժարաններում ու պիտի հաճախին պետական դպրոցն է։ Բեմադրիչ Ջիվան Ավետիսյանի վերածնված Revival գեղարվեստական կինոյի Անդրանիկ ցուցադրությունը հոկտեմբերի 3-ին 9-ական Լոս Անջելեսում կինոն պատմա Ֆրանսիայի մեծացած հայ ջահիլների մասին վերընկնության ու արմատների որոնման ճանապարհին հասնում են Արցախ, բայց իրենց ուղևորությունը համընկնում է 2020 թվականի պատերազմի մեկնարկինը հետ գլխավոր հերոսը ռոբոտաշինության ու արհեստական բանականության մասնագետը վերստեղծել է հիվանդների բուժման աջակցող ծրագիր։ Պատերազմի ընթացքում իրան ստեղծած տեխնոլոգիան տրվում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների յուրահատուկ Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է հոկտեմբերի 3-ին ժամը 6:15 պակաս Warner Bros Studio Gate 4 սրահում Բրբենքում։ Ջիվան Ավետիսյանը իրեն ստեղծագործական առաքելություններից մեկը համարում է Արցախի մասին կինոներ նկարահանելու այդ պատմությունները միջազգային լսարանին ներկայացնելը։ Քեսաբահ հայկաթողիկե համայնքը նշմա Սուրբ Միքայել եկեղեցու 100-ամյակը հիշելով եկեղեցու համայնքի հնցած դիժեր, բայց հարուստ պատմությունը։ 1909 թվականի կոտորածներին վխտեն Քեսաբահ հայկական եկեղեցին է թվում հայ կաթողիկե եկեղեցին հրկիզվել ու ավիրված ընելար, բայց համայնքը կրեցալ վերականգնել իրան հոգևոր կյանքը։ Հետագա տարիներին Սուրբ Միքայել եկեղեցին տարալ է Քեսաբահ հայ կաթողիկե համայնքի կարևոր հոգևոր ազգային կենտրոններամինը։ Եկեղեցու պատմությունը սերտորեն կապված է Քեսաբահ հայության պայքարի, վերապրումի ու ինքնության պահպանման հետ։ Սորել շարունակում մնալ է համայնքի հավատքի մշակույթի ազգային հիշողության կարևոր խորհրդանիշը։ Վանալիճը ամառային արձակուրդներին վաղտը տարալա ափամերձ շրջաներում բնակվող խոխորձը առօրյայի մի մասը, իրանք երկան վաղտ անցնկծրալ լճումը, սոդայով հարուստ վանաջրումը երկան վաղտ մնալուց հետո խոխորձը մազիային գույնը սկսալ է տեղնելը, խոխեքը պատմում վեր իրանք շատ է Թուրքիայում այդ փոփոխությունը, թեև շկոլում ուսուցիչները հաճախ կարծում են թայորանքներ կալուն մազերը, մազերի տեղնացումը, ժամանակավոր բույնաթակրում, ծմռնավա ամիսներին խոխորձու մազերը նորից ստանում են իրանք բնական գույնը, գույնի լիարժեք վերականգնումը տեղի ունենում մի քանի ամսում մազերը կտրելուց հետո տեղի բնակիչները նշում են, որ այս երևույթը նկատվում է մենակ են խոխորձը կողքին հուվեր լճից դուրս գալուց հետո մազերը լվանում չեն։ Իրանք հովքեր լողանալուց հետո մազերը անմիջապես լվանում են, քաղցրահամ ջիրավ խուսափում են գույնի փոփոխությունից։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին առիթավը կատարում է խաղողորդ ներքի ավանդական արարողությունը։ Խաղողի առաջին բերքով օրհնվում ու բաժանվում է հավատացյալներին, խորհրդանշել է վղի, բերքի, աշխատանքի ու հավատքի կապը։ Խաղողորդ ներքի ավանդույթը դարերի մշակութային հիշողության մասն է։ Հետազոտողները այն դիտարկում են նաև հին հայկական ավանդույթների համատեքստումը, որտեղ բերքն է պտղաբերությունը կապված ունենալ Անահիտ դիցուհու պաշտամունքինը հետ։ Սոր խաղողորդ ներքը շարունակում է պահպանել ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու մշակութային կարևոր նշանակություն միավորելով անցյալը, ներկան ու սերունդների հիշողությունները։ Ջավախքակ Արցախ շենում գործող Աշուղ Ջիվանու տուն թանգարանը կարևոր մշակութային կենտրոն է, բայց սօր բախվում է այցելուների թվի նվազման խնդրին։ Թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղաթելյանին ասելով հիմնական պատճառները մինը ախալ քյալոքակ Արցախ տանող ճանապարհի վատ վիճակն է։ Թանգարանը պետվել է 2016 թվականի Ջիվանու հայերական տան հիմքին Իրան, ստեղ պահպանվում են շուրջ 100 ցուցանմուշներ, ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, երաժշտական գործիքներ, աշխուհակյանքի ու ստեղծագործության հետ կապված այլ նյութեր։ Աշուղ Ջիվանի Սերովբե Լևոնյանը ծնվել է 1846 թվականին Արցախ
Արցախում իրենց ստեղծագործություններում արտացոլվալն հայրենիքը, մարդը, սերը, արդարությունը, հասարակական խնդիրները տրնալավ հայ մշակութային ժառանգության կարևոր մասը։ Այս տարի լրանում է Ջիվանու ծննդյան 180-ամյակը ու Արցախում նախատեսվում է ավանդական Ջիվանու օրվա անցկացումը։ Թանգարին հետի հոբելյանական տարին կարել նաև առիթարանք Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնելու ու շենտանող ճանապարհի խնդրի նկատմամբ ուշադրություն հրավիրելի հետի։ Ջիվանու ծննդավայրը հասանելի ճանապարհը մենակ ենթակառուցվածքային խնդիր չի, ճանապարհը բիդաջավախքամշակույթ, պատմություն ու հիշողություն։ Ախալքալակցը երկչուհի Ֆլորա Բիչախչյանը ներկայացնելով Հայաստանը հաղթողատարալ նոր ալիք 2026-ի միջազգային երաժշտական մրցույթը։ Եզրափակիչը կայացալ օգոստոսի 23-ին Կազանում Ֆլորա մրցույթի ընտրական փուլը հաղթահարել ավելի քան 6000 հայտերի շարքում։ Եզրափակիչում 12 մասնակիցներին պայքարում ինքը արժանացել է ժյուրիի պետցյուր գնահատականին ու ստացել է գլխավոր մրցանակը 4 միլիոն ռուբլի։ 1997 թվականին ախալքալակումը ծնված երկչուհին սկսել է երգել 4 տարեկանից։ Հետագայում ինքը Մոսկվայի մշակույթի հետագա ինստիտուտի էստրադայի ու ջազային վոկալի բաժինը Ֆլորա Բիչախչյանը մասնակցել նաև ձայն, նուկը, վսև մեսте եւ Եվրատեսիլ երաժշտական նախագծերին։ Նոր ալիք 2026-ի հաղթանակը իրան երաժշտական կարիերայի կարևոր ձեռքբերումներից է ու Հայաստանը հետի եւս մեկ հաջողություն միջազգային բեմում։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պանդկացիք։